ինչ անել շահութաբեր կինոարդյունաբերություն ունենալու համար։ Գագիկ Ծառուկյանի հայտարարած առաջարկ Հայաստանի նախագծի շրջանակում ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գալստյանն արմատական բարեփոխումների ռազմավարական հնգամյա պլան է ներկայացրել։ Այն վերաբերում է կինոարդյունաբերության բոլոր շղթաներին։ Նախագծերի ֆինանսավորումից մինչև արտադրություն եւ վաճառք, բարձրաժեք ֆիլմերի ստեղծում եւ հայկական կինոարդյունաբերության միջազգային մրցունակության բարձրացում։ Անհրաժեշտ են կինոյի պետական համակարգի բարեփոխումներ։ Պետական աջակցությունը կինոարդյունաբերության պահպանման ու շարունակականության գրեթե միակ երաշխիքն է։ Պետք է ապահովել կինոյի մասնագիտական համայնքի ներկայությունը կառավարման համակարգում, սահմանել ֆիլմերի գնահատման հստակ չափորոշիչներ ու կիրառել Հայաստանի կինոյի հիմնադրամի մրցութային հանձնաժողովների վերահսկողության արդյունավետ մեխանիզմ։ Գործողությունների պլանը հետևյալն է՝ կինոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործում, կինեմատոգրաֆիայի, հեղինակային ու հարակից իրավունքների մասին օրենքների կիրառում։ Հաջորդ առաջարկը ֆիլմարտադրության ոլորտում հարկային արտոնությունների համակարգի ներդրման մասին է։ Մրցունակ ֆիլմ արտադրելու համար պետք է նախագծի արտադրության փուլում ներգրավել եւ պետական աջակցություն, եւ մասնավոր ներդրում, եւ միջազգային ներդրողներ ու հիմնադրամներ, եւ հեռարձակողների միջոցներ։ Անհրաժեշտ է իրավաբանական գրանցում ունեցող եւ կինոարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ֆիլմարտադրող ընկերություններին ազատել ավելացված արժեքի հարկից, եթե ընկերության շրջանառությունը չի գերազանցում 200 միլիոն դրամը։ Մեկենասության ինստիտուտի ձևավորումը խթանելու համար ազգային ֆիլմերի արտադրության մեջ ներդրում կատարած մասնավոր անձանց կամ կառույցներին պետական բյուջեից փոխհատուցել պետությանը փոխանցած գումարի ավելացված արժեքի հարկից։ Այդ չափը համարել պետության ներդրումը ֆիլմում եւ ապահովել պետական բաժնեմասը կամ եթե արդեն աջակցել է կինոնախագծին, ավելացնել պետության բաժնեմասը այդ չափով։ Առաջարկվում է նաև ֆիլմ հանձնակատարի ինստիտուտի ներդրում։ Այս համակարգն աշխարհում հիմնադրվել է 20-րդ դարի կեսերին Միացյալ Նահանգներում, որից հետո լայն տարածում է գտել աշխարհում։ Այսօր չկա քիչ թե շատ կայացած կինոարդյունաբերությամբ որևէ երկիր, որտեղ չի գործում ֆիլմ հանձնակատարի գրասենյակ։ Որպես կանոն, այդ գրասենյակը ոչ առևտրային կազմակերպություն է, որն իր ծառայությունները մատուցում է անվճար, ֆինանսավորվելով համայնքային, քաղաքային կամ ազգային որևէ կառույցից։ Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին գաղափարին միացած ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան առաջարկում է նաև ստեղծել պետական բաժնեմասով թվային կինոթատրոնների ցանց։ Ցուցադրվող ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա արտադրողների ֆիլմերը պետք է մտնեն վարձույթ նույն օրը, միասնական մարքեթինգային արշավից հետո։ Մարզերի 40,000 եւ ավելի բնակիչ ունեցող քաղաքներում կինոթատրոնների կամ ֆիլմերի ցուցադրության համար պիտանի էկրանների հաշվառում, մոնիթորինգ, Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում եւ մարզերի խոշոր քաղաքներում մոնիթորինգի արդյունքում ընտրել 9-ից 12 շինություն, որոնք կարող են աշխատել որպես կինոթատրոն։ Անկախության շրջանում Հայաստանում արտադրված ոչ մի խաղարկային ֆիլմի Հայաստանի Հանրապետության քաղաքացի ռեժիսոր չի ստացել մրցանակ A դասի որակավորում ունեցող միջազգային կինոփառատոններում։ Բարձրակարգ փառատոնների մրցութային ծրագրերում հայկական ֆիլմերի ընդգրկվելու դեպքերը հազվադեպ են։ Պատճառները բազմաթիվ են, սակայն կինոարդյունաբերության միջազգային ինտեգրման ամենաէական խոչընդոտը մարքեթինգային առաջխաղացման եւ գովազդի բացակայությունն է։ Բարձրակարգ ֆիլմերի տարածման համար շատ կարևոր են միջազգային հարթակները, ինչպիսիք են Կաննը, Բերլինը, Վենետիկը, որոնք իրենց վրա են սևեռում համաշխարհային մամուլի ուշադրությունը, եւ այդ փառատոնների ծրագրերում ընդգրկված ֆիլմերը ստանում են հսկայական գովազդ առանց սեփական միջոցներ ծախսելու։ Մինչև 2025 թվականը Հայաստանը 15 տարի անընդմեջ մասնակցել է Կաննի եւ 8 տարի Բերլինալեի մաս կազմող եվրոպական կինոշուկաներին։ Հայկական տաղավարի պատասխանատուներն ապահովել են ֆորմալ ներկայություն, բայց ոչինչ չեն արել նոր ֆիլմերի առաջխաղացման համար։ Իրավիճակն արմատապես փոխվեց 2025-ին, երբ առաջին անգամ Կաննի կինոշուկային Հայաստանն ավանդական պետական տաղավարից զատ ներկայացավ մասնագիտական ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիայի տաղավարով, շնորհիվ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի։ Մասնագիտական տաղավարում կազմակերպվել է հայկական 8 մրցունակ կինոնախագծի շնորհանդես։ Դրանց վրա սևեռելով միջազգային կինոպրոֆեսիոնալների ուշադրությունը։ Ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիայի տաղավարի գործունեության արդյունքում հայկական կինոնախագծերը կարողացել են ապահովել 1 միլիոն եվրոն գերազանցող ներդրումներ հայկական նախագծերի համար։ Խնդրեմ ուշադրություն կնկարեմ 1, 2, 3, 4, 5, 10
Հայաստանը խորհրդային միությունից ժառանգել է հայկական կինոյի ամբողջ ոսկե ֆոնդը, անգնահատելի եւ եզակի հարստություն, որը կարիք ունի գիտական ուսումնասիրության, խնամքով եւ հատուկ պահպանման, թվայնացման, հանրահռչակման։ Պետությունը հատկացնում է որոշ միջոցներ այս ամենը կազմակերպելու նպատակով, սակայն մինչև օրս հստակեցված չէ կինոժառանգության պահպանման, ուսումնասիրության եւ հանրահռչակման միասնական ռազմավարությունը, ինչի արկայությունը չափազանց կարեւոր է։ Այսպիսով անհրաժեշտ է կինոյի կառավարման ազգային մարմին, որն էլ կարող է զբաղվել նման խնդիրներով։ Սևան ջան, հաջողություն քեզ։ Մի վախենա, Սեթո ջան, հաջողությունը միշտ ինձ հետ է։